Բանավոր համաձայնեցված փաստաթուղթը սեղանին է, մնում է երկու ստորագրություն եւ վերջ հայ-ադրբեջանական խաղաղությունը երբեք այսքան մոտ ու միաժամանակ այսքան հեռու չի եղել, որովհետեւ Բաքվի դիվանագիտությունը երբեք էլ արդարության մասին չի եղել։ Գնդակը ոչ թե Հայաստանի իշխանության, այլ հայ ժողովրդի դաշտ է արդեն ուղարկում Ադրբեջանը, սահմանադրության փոփոխություն ակնկալելով վերջիններից։ Մենք կարծում ենք, որ հանրաքվեով սահմանադրությունը փոխելը նշան է, ինչ որ առումով հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր։ Շատ են լսել, թե Հայաստանը պատրաստվում է մայր օրենքը փոխել, բայց կոնկրետ են ուզում իմանալ, ինչ են փոխելու, արդյոք հանելու են անկախության հռչակագիրը։ Բայց Բայրամովի այդ հայտարարությունից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել էր, որ ըստ իր դիրքորոշման սահմանադրության տեքստում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, վերջին խոսքը թողնելով ժողովրդին։ Մյուս նախապայմանի Մինսկի խմբի լուծարման հետ կապված էլ ադրբեջանական ախորժակը բավարարված կարող ենք համարել։ Հայաստանը պատրաստ է նույն օրը եւ խաղաղության պայմանագիր եւ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթ ստորագրել։ Իդեպ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին այսօր հենց Երևանում է ներկայացրել խմբի առնչությամբ Հայաստանի մոտեցումը։ Թեև իրադարձությունները զարգանում են, բայց չի փոխվում ադրբեջանական հռետորաբանությունը։ Կարելի է եզրակացնել, խաղաղության պայմանագրի ստորագրումը առաջիկա ամիսներին տեղի չի ունենա, մինչև հնարավոր սահմանադրական հանրաքվե։ Քաղաքագետները հակված չեն պնդել, որ առհասարակ այդ համաձայնեցված փաստաթուղթը Ադրբեջանը կստորագրի։ Մենք կողմից արձանագրում ենք այն փաստը, որ Ադրբեջանն ըստեյության ավելացնում է նախապայմաններ, որոնք ցկցկելու է ստորագրման գործընթացը կամ որպես մաքսիմում ներկայացնում են այնպիսի պայմաններ, որոնք դարձնելու են այս ստորագրումը ավելի շատ անհնարին, քան թե հնարավոր։ Այսինքն կարճաժամկետ կտրվածքով ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտը տակ պահելու իր նպատակին հասնում է Ադրբեջանը դիվանագիտական խարդավանքներով։ Խաղաղության պայմանագիրը հավասարության մասին է, իսկ Ադրբեջանը ուզում է առաջատարի դիրքեր ունենալ ու մյուս կողմից խաբել իր իսկ ժողովրդին, թե արտաքին թշնամի կա, քիչ պահանջեք։ Պատերազմական էйֆորիայի հիման վրա բնականաբար ցանկանում է մեծացնել սեփական ազդեցության դաշտը եւ տարածաշրջանում եւ Հայաստանում։ Մյուս կողմից կա այնպիսի էլեմենտը, որ այս կոնֆլիկտը Հայաստանի հետ ադրբեջանական վարչակարգի համար նաեւ հանդես է գալիս որպես իր վարչակարգի կայունության էլեմենտներից մեկը, չունենալով արտաքին թշնամի, բարձր որ երկիրը պետք է կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առկա են երկրի ներսում։ Քաղաքագետը հիշեցնում է նաև, բացի խաղաղության պայմանագիրը, դրա ստորագրման նախապայման պահանջները, օրակարգում կա նաև կոմունիկացիաների կարևոր հարցը, որը եւս քննարկման առարկա է։ Այստեղ էլ առաջընթաց չկա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։